Նվագախումբը ստեղծվել է 2005 թվականին, ուրախությամբ ուզում եմ հիշել անցյալ տարի կայացած հոբելյանական համերգը 20-ամյակի նվագախմբի հիմնադրման, որը մեծ շուկով նշվեց պետական մակարդակով։ Շատ տարբեր բնույթի ուրեմն կատարումներ են լինում, ծրագրեր եք իրականացնում, եւ դա շատ հետաքրքիր է դարձնում հանդիսատեսի տպավորության մեջ, եւ նրանք անընդհատ ուզում են ներկա լինել եւ ուրախությամբ ուզում եմ ասել, որ այս վերջի շրջանում շատ են արդեն գալիս մեր համերգներին եւ լեփլեցուն է լինում միշտ համերգային դահլիճները։ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը իհարկե առաքելություն ունի։ Դարերից եկող մեր նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները փոխանցվելով մեզ, մենք պարտավոր ենք նաև փոխանցել սերունդներին։ Բայց փոխանցելու հետ միաժամանակ պետք է կարողանանք նաև առաջընթաց ապահովել, ինչ-որ նոր խոսք ավելացնել, եւ հաջորդ սերունդներն էլ իրենց հերթին կարող են քարը դնելով, պահպանելով, զարգացնելով, ելի փոխանցել սերունդներին։ Հիմնականում իհարկե մեր առաքելությունը մեր ժողովրդահաշողական երաժշտության այդ մշակույթը պահպանել, զարգացնելն է, որտեղ ժողովուրդը այնուամենայնիվ գալով մեր համերգներին ակնկալում է նմանատիպ երաժշտություններ լսել։ Չնայած իրեն շատ հետաքրքրում է նաև այդ ֆիլմերի սաունդթրեքների երաժշտությունները, որոնք մենք ազգային նվագարաններով կատարում ենք, եւ իրենք լսակ զարմացած են, թե ինչպես կարելի է այդպիսի վարպետությամբ կատարել նմանատիպ երաժշտությունը։ Մենք ծրագրում ունենք նաև ջազային ստեղծագործություններ, Ջոպլին, Ռեգթայմ, ունենք Պիացոլլա, Լիբերտանգո, ունենք Կարմեն օպերայից Նախերգանքը եւ շատ Բրամս ունենք, շատ այլ ստեղծագործություններ, որ ժողովուրդը սիրում է լսել։ Ես դա հատուկ արել եմ այդ ստեղծագործությունների ծրագրում ներգրավելով, որպեսզի ես հասկանամ ժողովուրդը ընդունում է նմանատիպ երաժշտություն մեր նվագախմբի կատարմամբ, թե ոչ։ Ես հասկացա բազմիցս, որ այո, ժողովուրդը սիրում է եւ ընդունում է, եւ մենք հաճախ նվագում ենք նմանատիպ ստեղծագործություններ։ Մենք նաև ծրագրեր ենք արել հայ կոմպոզիտորների նվագախմբային կատարումներով։ Բազմաթիվ ստեղծագործություններ ունենք Խաչատուր Ավետիսյանի երկացանկից, որտեղ նա այնքան շատ է գրել ազգային նվագարանների եւ նվագախմբերի համար, որ անսպառ աղբյուր է, անընդհատ կարող ես օգտվել եւ օգտվել։ Եվ երաժիշտները առանձնահատուկ սիրով են նվագում Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։ Մենք ձևավորել ենք կարծես մեր ունկնդրին արդեն, կամ մեր ունկնդիրը,
որոնք գրեթե բոլոր համերգներին ներկա են լինում, յուրաքանչյուր անգամ տարբեր ծրագրեր ենք ներկայացնում, եւ դա իրենց շատ հետաքրքիր է իրենց համար։